Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Պարոն Կիվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, խոսենք երեկվա պաշտոնական հանդիպումից, որը տեղի ունեցավ Մոսկվայում, Նիկոլ Փաշինյանը, Պուտինը փոխադարձ մեղադրանքներ կամ հայտարարություններ էին անում, որոնք կարելի ասել դիվանագիտական բառապաշարից այն կողմ էին, այսինքն ավելի ուղիղ էին, դիվանագիտություն չէին բանեցնում, առավել ևս օրինակ Պուտինը շատ հստակ էր խոսում, շատ հստակ էր ներկայացնում այն խնդիրները, որը այս փուլում Հայաստանի հետ կապված նրանք տեսնում են։ Ընդհանուր գնահատենք ձեր տպավորությունը այդ հանդիպումից, դուք ինչ հասկացաք, ինչու էին նման արդեն բաց տեքստերով խոսում Փաշինյանի հետ։ Դե բավականին գիտեք ոնց է, որոշակի առումով կարող է երևալ իբր տարօրինակ հանդիպում էր, որովհետև ի սկզբանե անհայտ էր, որ օրինակ նայեք ռուսական կողմը ասեց, որ իրանք են հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ փորձում էր բեմադրել, որ ինքը ինքնաբուխ ինչ որ մի հատ ասենք տատիկի հորդոր, ռուսամետ տատիկի հորդորով գնում է բարեկամ Մոսկվա։ Եվ այս կապակցությամբ ինքը ի սկզբանե որոշակի շատերի մոտ տարօրինակության ինչ-որ էլեմենտներ էր պարունակում։ Այն ինչ կատարվեց, դա հիմնականում, գիտեք, դա դռների հետևում կատարվող բանակցություններ են։ Այս անգամ տարօրինակ կերպով դա որոշվեց մատուցվել հասարակությանը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ժամանակ ժողովրդի լեզվով, հայկական ժողովրդական լեզվով ասած բլթացրեց ավելին, քան կարող էր հրապարակային իրեն թույլ տալ, դա ակնհայտ է։ Եվ հետագա զարգացումներից ակնհայտ կլինի, թե այդ բլթոցը ինքը կարողացել է ուղղել, թե դա կունենա շատ բավականին ծանր հետևանքներ։ Խոսքը ինչի մասին է, որ հայտարարության։ Մասնավորապես գիտեք ոնց է, հենց որ ինքը հրապարակային կերպով մշտապես ասելով, որ մենք հասկանում ենք Ռուսաստանի քաշը, այլ թե դա ինչ երկիր է, մասշտաբները մենք գիտենք, մասշտաբները եւ այլն, ինքը փորձեց հակադրվել բոլոր առումներով, մասնավորապես նայեք, ինքը փորձում է ներկայացնել, որ ռուսական կողմը իրենից պահանջում է, որ որպես վարչապետ դարձնեն Ռուսաստանի քաղաքացու։ Այնինչ Պուտինը խոսում էր ընդամենը քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին։ Քաղաքական գործունեություն ու վարչապետ դառնալը դրանք տարբեր բաներ են։ Երկրորդը, հենց որ ինքը փորձեց Պուտինի գրպանը գցել Ղարաբաղը, հենց որ դա գիտեք ոնց է բոլոր առումներով է աբսուրդ։ Նայեք, ես կարող եմ կարճ բացատրել, ինչով է ինքը աբսուրդ, եթե մարդիկ չեն հասկացել։ Նայեք, Ռուսաստանը Կներեք, հիշեցնենք, որ Փաշինյանը ասում է, որ մինչև ձեր ճանաչելը, մինչև ես Արցախը կճանաչեի Ադրբեջանի մաս, դուք արդեն 2 անգամ ճանաչել եք։ Հիմա ասենք, թե ինչն է խնդիրը։ Ուրեմն, նայեք, ոչ միայն 2 անգամ, կարելի ասել մշտապես։ Ընդ որում աշխարհի բոլոր պետությունները։ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իրանը, Չինաստանը, իրանք հակամարտության կողմ երբեք չեն եղել։ Հակամարտության կողմ եղել է Արցախահայությունը եւ ինչ որ առումով նաեւ Հայաստանի Հանրապետությունը, ճիշտ է։ Աշխարհի այս կամ այն պետությունները իրենք մշտապես էլ այդ տարիների ընթացքում, մինչև այս վերջի շրջանը հենց որ փոխվում է աշխարհակարգը, իրանք մշտապես խոսացել են սահմանների անկախտելիության մասին։ Դա եղել է դեռ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգ, եւ ոչ մեկը դա չի ուզել խախտել։ Մի քանի բացառություն, որ եղել են, հենց դրանով է այսօր պայմանավորված ընդհանուր այդ մոդելի փլուզումը։ Հակամարտության կողմ այդ պետությունները չեն եղել։ Օրինակ վերցնենք նայեք Կիպրոսի հարցը, ամբողջ աշխարհը ճանաչում է, չէ՞, որ Կիպրոսը, թուրքական Կիպրոսը չի ճանաչում, բայց Թուրքիան ճանաչում է եւ պահում է։ Հիմա եթե վաղը
Թուրքիան հրաժարվի պահել, կստեղծվի լրիվ այլ իրավիճակ։ Թե չէ այն, որ աշխարհը չի ճանաչում Կիպրոսը պրո-թուրքական հատվածը, այդ հատվածը, քանի դեռ Թուրքիան ռազմական առումով պահում է եւ փաստացի ճանաչում է պրո-թուրքական, դրա արդյունքում այդ թուրքական հատվածը մնում է։ Հիմա ինչ կապ ունի, ասենք, Ֆրանսիան, Ամերիկան, Ռուսաստանը ուզում են ճանաչեն այդ թուրքական հատվածը, չճանաչեն թուրքական հատվածը, դա փոխում է իրավիճակը, չի փոխում։ Հենց որ սկսվել է Արցախյան հարցը, հեռավոր 90-ականներին, ճիշտ է, ինքը դեռ այդ ժամանակ կար ՍՍՀ-ն, դեռ այդ ժամանակ կար, հետո որպես ՍՍՀ-ի իրավարժող ձևավորվեց Ռուսաստանը։ Ոչ մեկ իրանցից Արցախ չի ճանաչել, բայց Արցախյան առաջի պատերազմում տանելով հաղթանակ, հայությունը ձևավորեց այդ իրավիճակը։ Հիմա, նայեք, հենց որ ես բերեցի Կիպրոսի Թուրքիայի օրինակը, ես հստակ մատնանշեցի, առաջինը, որ ինքը Թուրքիան ճանաչում է դա, ավելի շուտ առաջինը, որ ինքը ռազմական առումով պաշտպանում է, երկրորդը, որ ճանաչում է այդ հատվածը որպես առանձին սուբյեկտ։ Հայաստանը սկզբից հրաժարվեց ռազմական առումով պաշտպանությունից, իսկ հետո ճանաչեց դա որպես Ադրբեջանի մաս, լինելով դե ֆակտո հակամարտության կողմ։ Այդ երկու գործողությունները հանգեցրեցին Արցախի անկմանը։ Եթե Հայաստանը ոնց որ հեռավոր 90-ականներին այդ երկու մասը պահեր, ռազմական առումով պաշտպաներ, ընդհանուր ռազմական առումով լրիվ բավարար էր։ Դրանից հետո ինչ ուզում է անգամ ասեր։ Այսինքն եթե մենք մերը պաշտպանեինք, կարիք չունեինք Ռուսաստանից բաժանելու։ Ռուսաստանը այդ հակամարտության կողմ չի եղել։ ԱՄՆ-ն չի եղել, Ֆրանսիան չի եղել, Չինաստանը չի եղել։ Եղել է Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղ, այս երեք կողմը։ Ադրբեջանը ընդվում փորձում էր Ղարաբաղին հանել, ասում էր չկա Ղարաբաղ, կողմ կա Հայաստան։ Ու վերջում Նիկոլ Փաշինյանի հենց այդպես է դե ֆակտո ֆիքսեց։ Հիմա այդ պարագայում ասել, որ գիտես, Ռուսաստան դու ճանաչել ես, հեռավոր 90-ականներին սկսած ամբողջ աշխարհը մշտապես Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դու մտել ես 90-ականներին պատերազմի մեջ եւ հաղթել ես ընդդեմ աշխարհի։ Հենց որ ինքը ասում է Ռուսաստանը երկու անգամ, չի, նորից եմ ասում, 90-ական ի սկզբանե մինչև վերջ աշխարհի բոլոր պետությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի մաս։ Բայց 90-ականներին դա քեզ որևէ առումով չի խանգարել, սկսել ազգային ազատագրական պայքար, հաղթել եւ երկար տարիներ այդ ձևավորված իրավիճակը պահվեր։ Ստատուս քվո։ Հիմա Նիկոլ Փաշինյանից ոչ մեկը չի պահանջել ավելին հասնի։ Թող այդ իրավիճակը ինքը բարի լիներ պահեր։ Չասում էր հակամարտությունը ժառանգենք հաջորդ ծերունդներին, մենք պիտի լուծենք։ Ուրեմն նայեք, բազմաթիվ հակամարտություններ, օրինակ տևում են, այսպես ասած, օրինակ վերցնենք Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը։ Շուտով 100 տարի, անգամ եթե նայենք, որ ինքը ստեղծվել է այդ հակամարտությունը մինչև Իսրայելի անկախության հռչակումը, եթե Իսրայելի անկախության հռչակումից նայենք, շուտով մի 20 տարուց 100 տարին կլռանա։ Բայց ինքը սկսվել է շատ ավելի շուտ,
շատ ավելի շուտ, մոտավորապես 20-ական թվականներին, այսինքն ինքը 100 տարին էլ անցել է։ Հետո եթե ազգը գնում է ազգային ազատագրական պայքարի, ազգային ազատագրական պայքարները կարող են ոչ թե, ասենք 10, 20, 30, 100, մի քանի 100 տարի էլ տևել։ Նայեք, քրդական ազգային ազատագրական պայքարը ձեր աչքի դեմն է։ Այսքան երկար տևում է եւ ոչ կանգնում է, ոչ էլ այս պահի դրությամբ իրենք ճանաչված անկախ պետություն ունեն։ Ընդամենը այս պահի դրությամբ մենակ Իրաքում ինչ որ մի հատ ավտոնոմիա են փոխել, այն էլ անհայտ է դեռ ոնց կզարգանա։ Այսինքն հետք է թողնելու մեծ այս հայտարարությունը ռուսական կողմի մոտ։ Նայեք, սա վերջնականապես կերևա մոտակա ժամանակները։ Եթե ինքը հետագա, որովհետև նայեք հրապարակային կողմից հետո ակնհայտ է, որ եղել են նաև այլ շփումներ։ Կուլիսային, այո։ Իհարկե, ուրեմն եթե ինքը չի կարողացել ժողովրդական լեզվով ասած իր հարցերը լուծել, այո, ակնհայտ կերևա, որ դա հետք է թողնում։ Բայց եկեք մի բանին էլ հասկանանք, գիտեք ոնց է։ Նայեք, Իրանի հետ հարցի հետ կապված իրադարձությունները կարող է շատ ավելի արագ զարգանան, քան անցյալում հնարավոր էր պատկերացնել։ Չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը գնալով այդ հայտարարությունը անելով ինքը դա չի էլ հասկացել, որ ռուսական կողմին դա կարող է եւ ձեռնտու է, որպեսզի ինքը, այսպես ասած, բլթացնի եւ ստեղծվի նոր իրավիճակ։ Դրա համար ասում եմ, մոտակա շրջանում շատ արագ կերևա այս զարգացումները, որովհետեւ առաջ եթե մենք վերլուծում ենք, որ Ռուսաստանը քանի զբաղված է Ուկրաինայով, ինքը մնացած տեղերում ակտիվություն չի ցուցաբերի, ապա այսօրվա դրությամբ Իրանի պատերազմը եւ այդ պատերազմի նոր զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու լինի Ուկրաինայի կամ Ուկրաինան ինչ որ չափով սառացնել, մտնել Անդրկովկաս կամ Ուկրաինային զուգահեռ ավելի ակտիվանալ Անդրկովկասում։ Պուտինը հերթով թղթերով բերել էր եւ հատ թվարկում էր, թե ինչ է սպասվելու Հայաստանն, նա հիշեցրեց ԵԱՏՄ, ԵՄ այս երկընտրանքը, ասաց, որ եթե օրինակ դուք ձեր որոշումն է, կարող եք ԵՄ գնալ, բայց հասկացեք, թե ինչ եք կորցնում։ Հիշեցրեց գազի գինը, այդ պահին դեպ ուշագրավ էր Նիկոլ Փաշինյանը թուղթ ու գրիչը վերցրեց եւ գազի գնի հետ կապված ինչ որ բան էր գրում։ Այսինքն հետո խոսեց ՀԱՊԿ-ի հետ կապված, հերթով թվարկում էր, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Հայաստանը որոշի իր հակառուսական ըստ էության քայլերը շարունակել։ Ինչպիսի հետևություններ կարող են կանել եւ ինչ էր հասկացնում այդ բաց տեքստով Պուտինը։ Դե գիտեք ոնց է, այդ հետևությունները բառացի մատնանշվեց Պուտինի կողմից։ Հետո ամրագրվեց Օվերչուկի հայտարարություն։ Այո, դե արդեն պարզ էր Պուտինի հայտարարությունից հետո։ Մասնավորապես Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող ապրանքները ինչ էր թվարկում, ասենք միրգ, գինի, չէ՞։ Դա թվարկում էր այն նպատակով, որ հասկացվում էր, որ դա ինչի կհանգեցնի։ Հետո հստակ նշում էր Եվրամիության չափորոշիչներ կա, որին ասում էր մենք անգամ դժվար ենք ձգտում։ Դե հենց այդ չափորոշիչների պարագայում հասկացվում էր, որ այսինքն նայեք մրգերի մեջ կամ գինու մեջ կհայտնվեն ինչ որ ասենք, հո իրանք ուղղակի արգել չեն դնի, իրանք շատ մեկ էլ կհայտարարվի, որ մրգերի կամ գինու մեջ ինչ որ ասենք միջատ է հայտնվել, մեր չափորոշիչներն ասում մենք ասում ենք, չէ, տարբեր է։ Հա, նայեք, պետք է այսօր հասկանալ Ռուսաստան ԵՄ նաև այդ հակամարտության աստիճանը։ Դա ոչ թե արդեն հակադրություն է։ Դա կարելի է ասել շատ կոշտ, ուրեմն պայքար է իրար դեմ, որը ամեն պահի կարող է շատ ավելի խորանալ։ Այսինքն, հենց որ Ռուսաստանը ԵՄ-ին հռչակում է թշնամի, հենց որ դու գնում ես ԵՄ, դու մեխանիկորեն դառնում ես ոչ թե Ռուսաստանի համար ինչ որ չընդունված երկիր, դու դառնում ես թշնամի երկիր։ Հենց դա բաց տեքստով ասվեց, որ դու
ԵՄ գնալով դու դառնում ես թշնամի երկիր։ Եվ մենք արդեն այդ չափորոշիչներով ենք քեզ նայելու։ Դե գազի գինը նույնպես հստակ մանտանշվեց, որ եթե դու ԵՄ-ի ես գնում, ապա ԵՄ-ում գները սա են, ԵՄ-ի համար։ Մեր գազի գները սա են։ Ընդ որում դեռ անհայտ է, թե քեզ գազ կտան, թե չեն տա։ Այսօրվա դրությամբ հենց իրանական հակամարտության հետ կապված, այսպես էլի ժողովրդական լեզվով ասած, ռուսական գազի համար գլլա են գցում։ Դրա համար Ռուսաստանը այսօր ըստ եվրոպական արևմտյան, այսպես ասենք, մասնագետների հաշվարկների, դրա արդյունքում օրական, ընդհանուր այդ էներգակիր, այդ ամեն ինչի արդյունքում օրական արդեն 200 միլիոնի շահույթ է ստանում։ Եվ արդեն հարց է, թե ինքը Հայաստանի համար գազ կունենա, թե չի ունենա։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հավանաբար հույսը դրել են ադրբեջանական գազի վրա, բայց այդ պարագայում նորից հարց է առաջանում, իսկ Ադրբեջանը գազ կունենա, թե չի ունենա։ Կամ որտեղից Ադրբեջանով տարանցում գազը։ Որովհետև Ադրբեջանը բոլորի համար, այսպես ասած, գաղտնիք չի, որ այսօրվա դրությամբ իր թվերը աճել են, որովհետև ինքը իր խողովակներով, կարելի ասել, որոշակի առումով Եվրոպային արտահանում ռուսական գազը։ Ընդ որում դա էլ կարող է հիմա կրճատվի, հենց որ վերջերս Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ իրենք են պատրաստվում վերանայել, թե արդյոք Եվրոպային իրենք գազ մատակարարելու են, թե չեն մատակարարելու։ Նայեք, Իրանի հակամարտության հետ կապված Չինաստանի մոտ խնդիրներ են առաջացել էներգակիրների։ Հա ինքը կուտակել է մոտավորապես 100-110 օրվա պաշարներ։ Բայց Չինաստանը այն երկիրն է, որը չի կարող գնալ ռիսկերի, եւ դրա համար ինքը ամեն գնով փորձելու է Ռուսաստանից ավել ծավալի էներգակիրներ ստանալ։ Իդեպ շատ հետաքրքիր էր, որ այս հանդիպումից հետո հրապարակվեց Օվերչուկի փոխվարչապետի այդ մեծ հարցազրույցը, որտեղ շատ դետալացված նշում էր, թե երկաթգծի հարցը, թրիփի հարցը եւ թրիփը, որը այս իշխանության հպարտության առարկան է, թրիփի հետ կապված մանրամասն նշում է, թե ինչ խնդիրներ կան եւ արձանագրում է Օվերչուկը, որ Թրամփի ուղի նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Ինչ է ըստ էության ասում Օվերչուկ, ասում է առանց, ինչպես սկզբում էին ասում, առանց ռուսների չի լինելու այդ ճանապարհը։ Նայեք, Օվերչուկը ասում է այն ինչի մասին ես այսքան ժամանակ իմ հարցազրույցներում բացատրել եմ։ Ընդ որում ինքը իր հարցազրույցում մատնանշում է Թուրքմենչայի պայմանագիրը, որի մասին կարծեմ հենց մենք մեր հարցազրույցներում դրա մասին մատնանշել ենք, որ նայեք, այս տարածաշրջանում սահմաններն ու ուրեմն ոնց ասեմ ձեզ ձևավորված հավասարակշռությունը ձևավորվել է հենց այդ Թուրքմենչայի պայմանագրով, հասկանում եք։ Եվ այսօրվա դրությամբ հենց որ ինչ որ ուժեր դա խախտեն, ու այդ պայմանագիրը, այսպես ասած, այդ ձևավորված հավասարակշռությունը, բալանսը, առավել եւս հիմա հենց որ Իրանը ակտիվ փորձելու է, որպիսի հարվածներից դուրս գա, ինքը պատերազմը տեղափոխել այլ տարածքներ, ուրեմն կարող է ձևավորվի ընդհանրապես նոր սահմաններ, նոր բալանս եւ նոր իրավիճակ։ Դրա համար ես այսքան ժամանակ բացատրում եմ, որ դեք ոնց է պետք չի տարածաշրջան մտցնել այնպիսի խաղացողների, որ տարածաշրջանի պետությունների այդ ձևավորված բալանսը խախտվի։ Ավելի շատ խնդիր ստեղծի, քան դե
Օվերչուկը իր հարցազրույցում մոտավորապես ասել է այն, ինչի մասին ես այսքան այսպես վերջի շրջանում ամիսներ շարունակ անգամ մինչև ուրեմն Տրամպի հետ կապված փաստաթուղթը իմ հարցազրույցներում բազմաթիվ անգամ բացատրել եմ։ Օվերչուկը նաև խոսել է բաց տեքստով Ռուսաստանում հայկական բիզնեսների հետ կապված հայկական ցակմամբ հայերի եւ ասում է, որ ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին քննարկումները հարցեր կառաջացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի գործունեության վերաբերյալ։ Այսինքն մասշտաբները, երբ որ մենք արդեն մտնում ենք այն փուլ, երբ որ իրական բովանդակային հակադրության մեջ ենք մտնում ռուսական կողմի հետ, ոչ թե հայտարարությունների տեքստերով, ստացվում է, որ համալիր իրենք ցույց են տալիս, թե ինչ խնդիրներ կարող են ստեղծվել։ Իհարկե, սա մոտավորապես այն նույն իրավիճակն է, հենց որ Ուկրաինայի հակամարտությունն էլ մի օրում չսկսվեց։ Երկար ժամանակ բազմաթիվ հայտարարություններով այն մոտավորապես սա մատնանշվում էր, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Վերջում դա հանգեցրեց լայնածավալ պատերազմի։ Հիմա նույն ձևով ռուսական կողմը բացատրում է, չէ, որ ասենք, եթե մենք ձեզ դիտարկենք որպես մեզ թշնամի ԵՄ-ի թիմում, ապա ինչպիսին կլինի վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Ավել ոնց ասեմ։ Հիմա մնացածը արդեն կախված կլինի հայկական կողմից, թե իրանք խելքի կգան, թե չեն գա, դա արդեն ցույց կտա ժամանակը։ Դեպ ձեր տպավորությամբ արդյոք իրենք այդ տեղը թողնում է, որ խելքի գան, այսինքն իրենք տեղ թողնում են, որ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք վերընտրվի, այ իր հետ շարունակեն կրկին հարաբերությունները։ Դա կերևա մոտակա ամիսներին։ Դրա համար եմ ասում, թե կուլիսներում վերջում ոնց է ավարտվել խոսակցությունը, դա կերևա մոտակա ամիսներին, բայց այն, որ արդեն բաց տեքստով հասկացնում են, ինչից հետո կարող է լինել։ Դա հասկանում եք, դա խնդիրը որն է, նայեք, Նիկոլ Փաշինյանը դրել է, ասենք նայեք, էլեկտրոցանցերը, դա ռուսական կապիտալ էր, ճիշտ է, դրել է երկաթգծի հարց, ասում է, գնա ծախի Ղազախների, դրել է, ասենք, ատոմակայանի հետ կապված խաղեր է տալիս, դրանից հետո այդ տրիպի ճանապարհը։ Դե ռուսները բաց տեքստով արդեն բացատրում են, թե որը որից հետո կլինի, ընդ որում, նայեք, սա իրանք դիվանագիտական մասն են ասում։ Եթե սա դիվանագիտություն է, բա ուղիղը որն է։ Ուղիղը Ուկրաինայում զորքն է։ Եթե ձեզ թվում է, որ Ռուսաստանը միշտ մի հատ խոսք ունի, ասում է, չէ հայտնի, որ ասենք լավագույն իրանց դիվանագիտությունը դա բանակն ու բանն է, ծովային ուժերն են, ցամաքային բանակն ու ծովային ուժերը։ Հասկանում եք, սա դեռ դիվանագիտականն է։ Ընտրություններից 2 ամիս առաջ, ոնց հասկացանք, ինչպես նշեցիք, Նիկոլ Փաշինյանն է խնդրել գնալ Ռուսաստան։ Ինչ էր ակնկալում այնտեղից ստանալ։ Դե ինձ թվում է մտածում էր, որ կկարողանա Պուտինին համոզել, որ երկաթգիծը ծախեն Ղազախներ։ Այն էլ չհամոզվեց։ Պաստորեն ակնհայտ է, որ մինչ այս պահը չի համոզվել։ Իդեպ այսօր ճեպազրույցում իր ամեն 5 շաբթի հրավիրված ճեպազրույցում Փաշինյանը շատ գրեթե չէր խոսում ռուսական այս հանդիպման մասին։ Կարճ ասում էր հաջողը եւ վերջ, հաջող է անցել վերջ։ Քննարկել ենք, այո, այս հարցերն են քննարկել, բոլոր հարցերն են քննարկել, բայց որևէ մանրամաս, որևէ դետալ չէր բարձրաձայնում։ Դե հասկացել է, որ բլթցրել է, չնայած ես ասեմ, իր հիմնական նաև բլթոցի նպատակը, որ կարողանա դա օգտագործել ներքաղաքական կյանքում փողոցներին մոլորեցնելու համար, որ տեսեք Արյուց Նիկոլը ոնց այնտեղ ցարի դեմը դնում։ Այսինքն շուտով Իմիջիալս կներեք, իշխանությունը միակ բանը, որ այդ ամբողջ հանդիպումից հանել է, դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել է ոչ, Սամվել Կարապետյանին չեմ հանելու։
մասնակցի։ Նայեք։ Չեմ ազատելու կալանքից։ Նայեք, դա հիմա այդ բլթոցը, այնտեղ ուսապարկերը քարոզչական առումով կփորձեն առավելագույնը օգտագործել։ Այլ հարց, որ իրանք չեն պատկերացնի, որ այդ բլթոցը կարող է Նիկոլի եւ հայ ժողովրդի կաշվից դուրս գալ։ Դա ասում եմ, ընդամենը որպեսզի վերջնական հասկանանք ինչով է ավարտվել, ընդամենը մոտակա ժամանակներս Ռուսաստանի վարած քաղաքականությունից սպաս կլինի։ Մոտակա նկատի ունեք միջև ընտրությունները։ Դե գիտեք ոնց է, հիմնականում ես չեմ բացառում, որ այո, որոշակի քայլեր մինչև ընտրություններն էլ կերևան։ Ուղղակի նորից եմ ասում, պետք է հստակ պատկերացնել Իրանի հետ կապված պատերազմը խառնել են խաղաքարտերը եւ որոշակի process-ներ արագացրել են։ Ես մի քանի անգամ սրա մասին բացատրել եմ, նայեք, բոլոր կողմերը հասկանում են, որ եթե Իրանը պարտվեց, հաջորդը կլինի Ռուսաստանը, որպեսզի դրանից հետո իրանք կարողանան բռնել Չինաստանի կոկորդից։ Եվ դա հոյակապ դա Չինաստանն էլ է հասկանում, Ռուսաստանն էլ է հասկանում, որ այստեղ մենակ Իրանի պատերազմը չի, ուրեմն ոչ էլ այդ մոլաների հարցը։ Ու ըստ դրա պատերազմի ելքը կորոշեն ռեսուրսները։ Իրանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է կռվել մինչև վերջ։ Այլ հարց է իր ռեսուրսները կբավարարեն, թե չեն բավարարի։ Այս պահին դեռ բավարարում են, բայց դա անսպառ չի։ Որպեսզի ինքը կարողանա այդ ռեսուրսների մրցակցությանը դիմանա, պետք է լինի օժանդակություն։ Իսկ օժանդակության համար Իրանն ու Ռուսաստանը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման։ Եվ որը կանցնի, որտեղ։ Դե, այսպես ասած, ամենամոտը Անդրկովկասն է։ Միայն այդ պարագայում Իրանը կարող է բարեհաջող դիմադրել։ Շատերը նայեք մտածում են, որ այսօր կավարտվի, վաղը կավարտվի։ Այդպես առաջի օրերն են խոսում, որ այն մեկը 12 օր տևեց, բայց արդեն մի ամսից ավել է, չէ։ Նույն ձևով վերլուծվում է Իրան-Իրաքյան պատերազմը, որ այսօր կավարտվի, վաղը կավարտվի, հենց այս տոնին կավարտվի, վերջում տևեց 8 տարի։ Կարծում եք այդքան երկարատև կտևի։ Նայեք, դա կախված է, նորից եմ ասում, Իրանի ռեսուրսներից։ Թե ինքը ցույց է տալիս, որ քանի ինքը իր ձեռի տակ ունի ռեսուրս, ինքը այդ ռեսուրսը կիրառելու է։ Որովհետև ստեղծված իրավիճակում դուք պատկերացրեք, վաղը ինքը դադարացրեց։ Ինքը եթե չգտնի լուծման մեխանիզմները ու չվերականգնվի որպես պետություն, դրանից մի ամիս հետո դադարացնելուց արդեն քարուքանդ Իրանը կլինի, այսպես ասած, շատ ավելի վատ իրավիճակում։ Ուրիշների ձեռքում հայտնվելու համար։ Առավել եւս, որ ինքը նայեք, կարելի ասել բոլոր ոչ միայն ինքը մարտնչում է ԱՄՆ-ի Իսրայելի դեմ, ինքը փաստորեն ծայրահեղ թշնամական հարաբերություններ ձևավորել բոլոր հարևան արաբական երկրների հետ։ Եվ այս իրավիճակում, եթե ինքը պարտված, ջախջախված եւ առանց վերականգնվելու հնարավորության դուրս գա այս պատերազմից, իրան ուղղակի կբնաջնջեն, կուտեն, Իրան չի լինի։ Այսինքն կռվելու է այնքան, ինչքան իրեն է պետք։ Նայ, կռվելու է այնքան, ինչքան առաջինը բավարարում են իր ռեսուրսները, եւ երկրորդը ինչքան որ կարողանա իր առաջադրված պայմաններով լուծել հարցը։ Այսինքն այդ պայմանները առնվազն, որպեսզի, նայեք, խոսքը չի գնում հաղթելու մասին, խոսքը գնում է չպարտվելու մասին, դրանք տարբեր բաներ են։ Շատ լավ, պարոն Կիվորյան, եւ վերջում ուզում եմ խոսենք մի թեմայից, միջև Մոսկվա գնալը, Նիկոլ Փաշինյանը հայտնվեց մի միջադեպի կենտրոնում, իրենք ասում են դա սադրանք է,
Նիկոլ Փաշինյանն ասում է, հարձակում է իր վրա։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասին է խոսքը, որի պատճառով հիմա կալանքի տակ է 18-ամյա դպրոցական։ Այսօր Նիկոլ Փաշինյանը արդարացրեց նաև այն գործողությունները, որոնք իրականացրել են ԲՊՑ աշխատակիցները եկեղեցում, կադրերում հստակ կա, թե ինչպես են հարվածում այդ երիտասարդին։ Ասում է, դա նրանց աշխատանքն, իսկ ինչ եք պահանջում նրանից։ Մի կողմից նաև կա այդ տղայի առողջական խնդիրը, որը կալանքի հետ համատեղելի չէ։ Այս ամբողջ իրավիճակը ինչ է մեզ հուշում։ Փաշինյանը, երբ որ ասում է ՊՊՑ-ն պետք է այդպես էլ անի, արդյոք ուժայիններին թաքնված կամ ուղերձ է, որ դուք կարող եք ամեն ինչ անել, եթե ինչ որ մեկը փորձի ինչ որ մի ձևով իմ դեմ ըմբոստություն բարձրացնել։ Նայեք, ժամանակին Նիկոլը ասում էր, որ քաղաքում սատանա կա։ Ակնհայտ է, որ այսօր քաղաքում բոլորը տեսնում են, ոչ միայն քաղաքում, Հայաստանում կա շառ։ Էլի հայկական ժողովրդի լեզվով ասած։ Այդ շառը որտեղ մտնում է, մի բան տեղի է ունենում։ Եթե ինքը ինչ որ չափով մտածել ժողովրդի մասին, պետք է նախօրոք հրապարակեր իր ամենօրյա, այսպես ասած, մարշրուտը, որ մարդիկ իմանան, որ այնտեղ կարա շառ լինի։ Շառը գնում է, մի բան կլինի, հեռու մնան։ Հետո եկեղեցի չգնան, այդ ինչ տարած չգնան, այդ ինչ փողոց չգնան։ Հասկանում եք։ Նայեք, գնացել էր կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի։ Ընդ որում մենք մի անգամ կարծեմ նախորդ հարցազրույցում խոսացել ենք, որ նայեք, սա հեռավոր ինչ որ գյուղ չի, որտեղ մարդիկ մինչև հիմա մտածում են Լենինը չի մեռել եւ դրա համար իրան լպստելով ընդունում են։ Ակնհայտ մենք տեսնում ենք, թե Երևանում, առավել ևս Երևանի կենտրոնում, իրեն եւ իր թիմակիցներին ոնց են ընդունում։ Գնում ես Սուրբ Աննա եկեղեցի, որ ինչ անես։ Գիտեք, հոդվածներից մեկը, որ առաջադրվել է այդ տղային, քաղաքական գործունեությունը խանգարելու հոդված, այսինքն ինչ քաղաքական գործունեություն եկեղեցում։ Եկեղեցում ինչ, եկեղեցին աղոթատեղի է։ Ուրեմն կրոնական կառույցում արգելված է իրականացնել քաղաքական գործունեություն։ Լավ չի կարդացել Աստվածաշունչ այս մարդը, կամ կարդացել անգիրահարել իրան ձեռնտու մասերը։ Չի կարելի իրականացնել առևտուր, վաշխառություն, քաղաքական գործունեություն, քաղաքական կառույց։ Դա կրոնական կառույց է։ Այդտեղ մարդիկ հաղորդակցում են Աստծո հետ։ Իսկ հոդված, որ խանգարել է Աստծո հետ հաղորդակցումը, չկա։ Երկրորդը, բոլորը տեսել եք այդ կադրերը։ Դա ոչ թե ինչ որ հարված է երիտասարդ, դա նյարդային շարժում էր։ Նյարդային կտրուկ շարժում։ Ինչ որ պատանու, հասկանում եք, որին իր տեղից բրդում գցում են ընտանիքու, այնտեղ իր եղբայրն է, երկու եղբայրներն են, որոնց մեղադրանք է առաջադրված, երկուսին, մայրն է, խորանաց կարող այլ բարեկամներ են, այնտեղ եղել են։ Կտրուկ նյարդային շարժումը դիտարկում է Նիկոլ Փաշինյանը հարձակում իր դեմ։ Ընդ որում նայեք, կտրուկ նյարդային շարժման պարագայում դուք ճիշտ նկատեցիք իր թիկնազորը լրիվ անիմաց ձևով, որտեղ այնտեղ դու կարաս հարված է զենք կիրառել, եթե կա չեզոքացման խնդիր, այնտեղ եթե վտանգ կա, բայց հա վտանգ չեզոքացման խնդիր չկար։ Դա ուղղակի դա բռնություն է դասական։ Հիմա նայեք, ինքը երկար տարիներ մատի փաթաթան է մինչ օրս սարքել Պապլավոկի դեպքը։ Բա պատկերացրեք այնտեղ ըստ մամուլում արկա տեղեկատվության, թե ինչ է եղել Պապլավոկում։ Այդ
զոհվածը, մահացածը եղել է հարբած եւ սարքել է կոնֆլիկտ։ Դե բոլորս գիտենք հայ տղա, հարբած տղամարդը ոնց իրեն կպահի։ Բա պատկերացրեք այս երիտասարդը լիներ հարբած ու այդ ձևով, այսպես ասած, փորձեր առաջ գնալ։ Եկեղեցին կսարքեն պապլավոկ։ Ու Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի դրանից։ Նայեք, ուրեմն ինքը մշտապես պապլավոկը փորձում է գցել բանի, չէ, իշխանության գրպանը, նախկին։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի։ Հենց որ իրան են հարց տալիս, ասում է նա ես ասում եմ ոչ տեղյակ եմ, ոչ բան, նրանք իրանց ֆունկցիաները կատարվել են։ Հասկանում եք։ Բայց ինչի այն դեպքում պետք է իշխանությունը տեղյակ լիներ։ Իսկ այս դեպքում իշխանությունը տեղյակ չունի, դա նրանք իրանց գործառույթը լավ վատ կատարում են։ Սա Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտներն են, հենց որ վերաբերվում է այլոց, այլ իրավիճակ է։ Հենց որ վերաբերվում է իրեն, դա լրիվ այլ իրավիճակ է։ Պապլավոկում պետք է բոլորը տեղյակ լինեն եւ կրեին քաղաքական պատասխանատվություն։ Այստեղ ընդ որում այնտեղ բավականին հեռավորության վրա են եղել իրադրությունները։ Այստեղ իր աչքի դեմն է եղել հենց մի մետրի վրա։ Ինչ ասել մի մարդուց, որի ուրեմն տիկնապաները հղի աղջկան գցել են ավտոյի տակ եւ ինքը որևէ, այսպես ասած, անգամ այդ հարց հենց որ այդ դեպքով հարց են տալիս, ինչ որ ամոթ էլ չկա այս մարդու աչքերում։ Դրանից հետո բայց ինքը շահարկում է բոլոր նախկին, անցյալ Տիգրան Մեծից սկսած բոլոր իրադարձությունները։ Սա Նիկոլ Փաշինյանն է ու իր նիկոլիզմը։ Շնորհակալ եմ։